Assemblée de Arméniens d'Arménie occidentale. Merci, Madame la Présidente. Շնորհակալություն Տիգին նախագահ խոսքը դրամատրելու համար։ Հարկելի մեխանիզմի մասնագետներ։ ՄԱԳ-ի բնիկ ժողովուրդներու իրավունքներուն մասին հռչակագրին ընդունման 20-ամյակի նախաշեմին, որուն մշակման գործընթացին Արևմտյան Հայաստանի հայերու ժողովը մասնակցած է սկիզբեն, ժամանակը եկած է մեխանիզմի հետագա աշխատանքներուն տեսանկյունեն առաջին գնահատականը տալու։ Մեր ազգային վերագազմավորման գործընթացը, որ հիմնված է ինքնորոշման իրավունքին վրա, կշարունակվի։ Մեր թիմադրությունը, որ մեր գոյության իրավունքի արտահայտությունն է, կշարունակվի հագարակ տակավին ընթացքի մեջ գտնվող ցեղասպանական գործընթացին։ Մենք այս դահլիճին մեջ ներկայացուցած ենք Թուրքիո, իսկ հետագային թուրք-ադրբեջանական ծրագրին էությունը, որ 1894 թվականին հայ ժողովրդի ցեղասպանութենեն սկսյալ, մինչև 2023 թվականին Արցախի 150,000 բնիկ հայերու էթնիկ զդումը, որուն հետևանքով զոհվեցավ ավելի քան 5,000 մարդ, իր փառպարոսության մեջ ովևէ սահման չջանցած, խախտելով Ժնևյան բոլոր համաձայնություններն ու միջազգային պայմանագրերը, որոնք իրենք իսկ ստորագրած են։ Այս փառպարոսությունը դադարեցված է մարդու իրավունքներու եվրոպական դատարանին կողմէ, որ փաստագրած է, թե ինչպես այսպես կոչված ադրբեջանական բանակի զինվորները հետապնդած են Արցախի անդառներուն մեջ փախչող երկու փոքրիկ տղաներ, երկու եղբայրներ, որոնք կփորձեին փրկվել, սակայն վերջիվերջո դաժանորեն սպանված են։ Այն փաստը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, լալով այդ համաձայնություններուն մասնագետները, կխախտեն թե այդ միջազգային փաստաթուղթերը, թե բնիկ ժողովուրդներու իրավունքներուն մասին հռչակագիրը, կվնասե ՄԱԳ-ի մեխանիզմներուն հեղինակության եւ արժանապատվության։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը ցերնդբահ մնացած է բնիկ ժողովուրդներու իրավունքներուն մասին հռչակագրին ընդունման ժամանակ կվերագրութենեն։ Դե ժամանակը եկած է աբակայի համար ստեղծելու ավելի բարձր իրավական մագարտակի մարմինը, բնիկ ժողովուրդներու իրավունքներու պաշտպանության միջազգային դատարան եւ կառաջարկենք այս հարցը ներառել մեխանիզմի հետագա աշխատանքներու օրակարգին մեջ։ Շնորհակալություն։ Je vous remercie de votre attention.